Հինքարե պատեր, մոմեր, հանգիստ շնչարություն, անուններ ու շատ աղտակների վրա, սփռվածների պատմություններ, Երևանի փողոցներից, Լոս Անջելեսի մի սրճարանում, նրանք դեռ խաչակնկվում են իրենց հայրերի լեզվով։ Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է, անուն որը վեր է բոլոր անուններից, որոնք նրանք գրում են լերանձյունից մինչև օվկիանոսի գիշեր։ Մեկ Տեր, որը պահում է յուրաքանչյուր կյանք, կերագույն սիրտ յուրաքանչյուր երկրի վրա, հավաքելով կորածներին ինչպես ավազի հատիկներ ուրել, որ հայոց աղոթքները մարցրանում են, եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Շքեսներ և գավազան էջ միացնի բալի վրա, ձայն, որը անցել է դարի վերքերի միջով, դա օրնում է երեխային, ում պապը նավարկեց, և այնուամենայնիվ նրանք դիմավորում են նույն լուսաբացը լույն հին մեղեդիով, երբ իշխանությունները նրանք վեր են կենում և կողպում են սուրբ դարպասները, ստիպելով վրաց եղբայրներին կանգնել դրսում, սպասելով լարանք չեն կարող խզել կապը, որը էջ միացինը հրամայում է ամենայն հայոց կաթողիկոսը, առաջնորդում է յուրաքանչյուր որդուն և դստերը ձեռք հայրենիքում իմ էր սկյուրքում, մեկ հովիվ, մեկ սուրբ կոչ, ոչ մի երկրային ուժ չի կարող մեզ բաժանել, երբ Քրիստոսը բոլորի Տերն է, մեկ սեղան, Մեկ հաց շատ ձեռքերում, մեկ խաչ խորանի վրա, անապատներում և հայրենիքում տիտղոսն ու գահը կարող են անցնել ամեն տարի, բայց հովիվը կենտրոնում է, դա այն անունն է, որը բոլորը մեծարում է։ Եկեղեցու գլուխ Հիսուս Քրիստոս, անունը բոլորից վեր, անունը, որը նրանք գրում են լերանձյունից մինչև օվկիանոսի գիշեր, մեկ Տեր, որը պահում է յուրաքանչյուր կյանք, կերագույն սիրտ յուրաքանչյուր երկրի վրա, հավաքելով կորածներին ինչպես ավազի հատիկներ ուրել, որ հայոց աղոթքներ են մատուցվում, եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Այո, կաթողիկոսը մեզ բոլորիս առաջնորդում է, բայց Հիսուս Քրիստոսը